Please welcome President Recep Tayyip Erdogan. Անտալիայի միջազգային ֆորումի ավարտից հետո անգամ թուրքական դիվանը գիտական ջանքերը հարավային Կովկասում այսպես կոչված հարատև եւ կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ շարունակվել են։ Բաքվում անցկացված Թյուրանական պետությունների խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովների նախագահների երկրորդ նիստում Թուրքիայի խորհրդանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախկին նախարար Հուլուսի Աքարը ուշագրավ հայտարարություններ է արել։ Հայաստանը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի տարածքները, ամբողջ աշխարհը լռել է այս հանցագործությունների մասին։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական պետություններն իրենցից բացի այլ ընկերներ չունեն։ Մենք պետք է ամրապնդենք մեր միասնությունը։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը համապատասխանում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Թուրքիան աջակցում է քայլերին, որոնք ձեռնարկվում են այդ ուղղությամբ։ Աքարի խոսքով պաշտպանության եւ անվտանգության ապահովումը, նաեւ նոր պաշտպանական հայեցակարգերի մշակումը մեծ նշանակություն ունեն գլոբալ աշխարհում, խնդիրներն էլ պետք է կանխվեն։ Ազգային անվտանգությունը կախված է ուժեղ բանակից, իսկ Ադրբեջանի հաղթանակը Ղարաբաղում դրա ապացույցն է եւ հպարտության աղբյուր ամբողջ թուրքական աշխարհի համար շեշտել է Թուրքիայի ուժային կառույցի նախկին ղեկավարը եւ շարունակել, որ Անկարան եւ Բաքուն պետք է աշխատեն համատեղ եւ օգտագործեն արհեստական բանականության ուժն այս ուղղությամբ։ Կարևոր է թուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել։ Իսկ Հայաստանը պետք է խելքի գա եւ դա առաջին բանն է, որ պետք է արվի։ Շուշիում ծածանվում է Ադրբեջանի եռագույն դրոշը։ Հայաստանը պետք է առաջիկայում գիտակցի իրականությունը եւ ընդունի այն փաստերը, ինչպես նաեւ հնարավորինս շուտ սեղմի Ադրբեջանի մեկնած ձեռքը։ Առաջիկայում պետք է ստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Տարածաշրջանում պետք է խաղաղություն հաստատվի։ Դա մեր նպատակն է։ Ադրբեջանի հետ սահմանին Հայաստանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ապարդյուն ջանքեր են։ Դա ոչնչի չի հանգեցնի։ Հուլուսի Աքարը 2020 թվականի պատերազմում ադրբեջանական հաղթանակը համարել է ամբողջ թուրքական աշխարհին, իսկ Շուշին էլ թուրքական աշխարհի խորհրդանիշը։ Հաշվի առնելով այս ամենը, Աքարը առաջարկել է թուրքական աշխարհի երկրների միջև միասնական պաշտպանական մեխանիզմ ձևավորել, բացի այն, որ անհրաժեշտ է համարել Ադրբեջան-Թուրքիա պաշտպանական համագործակցության ամրապնդումը եւ համատեղ զորավարժությունների անցկացումը։ 44 օրեի հենց առաջին օրը Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը վերահաստատել էր իր աջակցությունը Ադրբեջանին, մինչև նրա այսպես կոչված տարածքային ամբողջականության վերականգնումը։ Թուրքիան իդեմս Աքարի պատերազմից հետո չի հերքել, որ 44 օրեի օրերին քննություն է անցել նաև թուրքական սպառազինությունը։ Թուրքիայի պաշտպանության նախարարը պատերազմի օրերին շարունակաբար զգուշացնում էր, որ Թուրքիան մինչև վերջ ռազմական աջակցություն է ցուցաբերելու Ադրբեջանին։ Աքարը քննադատում էր ԵԱԿ Միսկի խմբի կրակը դադարեցնելու մասին պահանջը, շեշտելով, որ այն երկրները, որոնք երկար տարիներ ունակ չեն եղել Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել, վստահություն չեն ներշնչում եւ ըստ էության նման պահանջ ներկայացնելու իրավունք չունեն։ Շուշին գրավելու Ադրբեջանի համար ճակատագրական վերջին պահին 2020 թվականի նոյեմբերի 8-ին Աքարն արդեն Բաքվում էր։ Ադրբեջանը 44-օրյա պատերազմը սկսել եւ ավարտել է Թուրքիայի աջակցությամբ թուրքական սցենարով, երբ ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին Թուրքիայի պաշտպանության նախարարի եւ Ադրբեջանի նախագահի վարած բանակցությունների մասին, որից հետո ըստ էության ստորագրվել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հայտարարությունը։ Այստեղ էլ Թուրքիան ունի իր շահը՝ կոմունիկացիաների ապաշրջափակումը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի նախագծի համատեքստում։ Թեև Հուլուսի Աքարը վաղուց Թուրքիայի պաշտպանության նախարարը չէ, սակայն տարբեր աղբյուրների համաձայն շարունակում է կուրատորություն անել Նախիջևանյան թևում, որտեղ թուրքական ռազմական ազդեցությունը զգալի է։ Թուրք-ադրբեջանական տանդեմը մեծ թուրան է կառուցում Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի հաշվին։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո թուրք-ադրբեջանական ռազմական կապերը որակական նոր մակարդակի են հասել։ Ստորագրվել է Շուշիի հռչակագիրը, որը փաստացի մեծ թուրանի կառուցման ճանապարհային քարտեզն է։ Մեծ թուրանի կառուցումը սպառնալիք է Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի ազգային անվտանգությանը եւ տարածքային ամբողջականությանը։ Հայաստանը սեպ է, որը խանգարում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միավորմանը։ Ռուսաստանի եւ Իրանի տարածքներում ապրում են միլիոնավոր թուրքալեզու ժողովուրդներ։ Անկարան էլ ցանկանում է դառնալ նոր օսմանյան կայսրություն եւ իրեն միացնել այդ տարածքները։ Այդ ծրագրերի իրականացման համար Անկարան Ադրբեջանն օգտագործում է որպես պլացդարմ դեպի Իրան, թուրքալեզու կենտրոնական Ասիա եւ Կասպիական տարածաշրջան տանող ճանապարհին։ Հայաստանը չի կարող միայնակ դիմակայել մեծ թուրան ծրագրին, նրան օդի պես անհրաժեշտ է միանալ։ Ռուսաստանի եւ Իրանի ռազմաքաղաքական դաշինքին պնդում են վերլուծաբանները։ Այս պարագայում միայն Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տա թուրք-ադրբեջանական առնախում տանդեմին վերջնականապես ներխուժել Հայաստան։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TB News։